Հայաստանում ապրելու մի մեծ դժվարություն կա ինձ համար, դա օդի այդ աղտոտվածությունն է, ես ալերգիա սկսվում է մի անգամից, ոչ մի երկրում այդքան վատ ինչ չեմ զգում, որքան այստեղ, մանավանդ այս հաղթանակ թաղամասում, որտեղ ես ապրում եմ, որտեղ տունս է, որտեղ տանիքս է ապրում, ահա որ է, սա կեղտոտ, ահա որ փոշոտ, ամեն տեղ շինարարություն, նորմերից էլ չենք խոսում, երբեք ոչ մի նորմ չի պահպանվում շինարարություն անելուց, բոլոր փողոցները քանդված եւ ոնց ասեմ, եթե Լոս Անջելեսում ուղղակի շաբաթը մեկ փոշի ես սրբում, ապա այստեղ ամեն օր ավլում ես այդ ավազը եւ անսպառը։ Ինչ ասեմ, տեղական կառավարման իշխանություն գոյություն չունի, չի ունեցել երբեք։ Ես չգիտեմ, իսկ ով աստ է, թաղապետ, եսի մնչապետ, զահռումանապետ, ինչով է զբաղվում։ Ասենք ժողովուրդը բնակիչները մեռան բողոքելով, ասելով, բայց ապարդյուն երբեք ոչ մի բան տեղի չի շարժվում, նենց հետարքիր է, ասենք փողոցը քանդված է, մի տարի կարած բացակայես այդ փողոցով չանցնես, մի տարի հետո ասում ես նույն փողոցը նույն ձևի քանդված։ Հələ իհարկե ծիծաղելի էլ լացելու է, բայց դες սարսափելի է ուղղակի։ Ինչևէ, բարև ձեզ, սիրելի հայրենակից, ալերգիա սկսվել է եւ քիթս մեկ-մեկ քաշելու եմ։ Համար ում դուր չի գալի, դավայցի։ Հա, փող է գալիքը։ Հիմա տեսեք, միշտ մտածել եմ մի այսպիսի մի հարցի շուրջ եւ քանի գնացել համոզվել եմ դառնում, որ դա ճշմարտություն կա, որ կա մեդալի երկրորդ երեսը։ Եվ այն ինչ որ վատ է, այն ինչ որ ճգնաժամային է, այն ինչ որ սարսափելի է, միշտ ունի իր հակառակ կողմը, ուղղակի մենք այդ հակառակ կողմը չենք տեսնում կամ չենք կարող օգտագործենք։ Իսկ դա արևելյան փիլիսոփայության ամենակարևոր անկյունաքարային տենց մի գաղափար է։ Անգամ այդ արևելյան սպորտաձևերում միշտ օգտագործում ես, ու հաճախ ամենատեղից օգտագործում ես քեզ խփողին, իր ուժը օգտագործում ես, որպեսզի իրեն տապալես։ Միշտ գրում ես հակառակից։ Օրինակ տեսեք, շատ հասարակ մի օրինակ իմ կյանքից կարող եմ բերել։ Երկու օր առաջ տենց լուր տարածվեց, որ Սերգեյ Դանիելը մեռել է։ Ու իհարկե սկզբից ես եմ վախեցա, ասի, այ կարող է ես մեռել եմ, բայց խաբար չեմ։ Հետո ինձ շոշափելուց հետո հասկացա, որ դեռ ոչ։ Իհարկե շատ բացասական այսպես մի բան սկսվեց, ալիք սկսվեց, ու նախ էմոցիոնալ, զուտ հագին մոտիկ մարդ զանգում էր, հարցնում, ես ամենահետաքրքիրը, որ նենց մի հատ մարդ զանգեց, որ երբեք չի զանգե, եկե ալո, ալո, հա, ինչ է եղեց, հավտանեմ, ասա, ոնց ես, զարմացան ասեք, ես մարդ կյանքում չի զանգում, իս չի ասում ոնց, լավ եմ հետո, ինչ կա, հեչ ասելու բանն է, հետո կասեմ, ու սկսեցի մտահոգվել, ասեցի, լավ ես մարդ երբեք իս չի զանգե, հիմա զանգել ասել ոնց ես, հետո կասեմ, ես մի անգամից բան եղա, որովհետև հեռախոս սանջատված էր, ես փորձի էի, հա, եւ հետո որ մի ասեցի հեռախոսը տին, մի 40 հատ միսս քոլ եկավ, բաց թողնած զանգ եւ նաեւ նամակներ, եւ ուզում էին իմանալ մեռել ես թե չէ, հա, բայց դրա մեջ կա նաեւ դրական բան, մի քանի դրական բան, ու նախ եւ առաջ հասկացա, որ մարդիկ կմտահոգվեն, ահագին մտահոգվող մարդ եղավ, այսպես ասած, նաեւ կոմենտներից էլ զգացի, որ անգամ այն մարդիկ, ովքեր որ կարող են ասել, լավ դե, տուֆտագյա դե, ման կլոուն այս այն շեշխոսումը, ահագին մարդ դրական բաներ էին ասում, նաեւ այսպես սմայլիկներ կա, չէ՞, այս տափակ, որ աստված հոգի լուսավորի, լուսերի մեջ մնաց, դες բաներ էլ եղավ, հասկացա, որ մարդիկ մտահոգ են, իսկ ամենակարևորը, էջերս ակտիվացան, բոլոր էջերս, Instagram,
Facebook, YouTube, TikTok եւ բոլորը իմացան, որ ամսի 28-ին խաղում եմ stand-up and jazz բանում, Սարի թատրոնում, իսկ ամսի 13-ին, ասենք հուլիսի 13-ին արդեն կամերային թատրոնում կլինի մեծ պրեմիերա, նոր ներկայացման, տարինց քեզ հետ, որը որ ռեալ հենց այդպես է գրած է աֆիշի մեջ, որ դա տրագիկոմեդիա է, դոկումենտալ տրագիկոմեդիա, այդպես է ժանրը այդպես եմ բնութագրել, որովհետև հիմնված է ռեալ պատմությունների վրա, ռեալ ընտանեկան պատմություններ են, որտեղ կա սեր, բռնություն, միստիկա, ամեն ինչ։ 3 տարբեր պատմություններ են, որը ինձ տրամադրել են իմ հոգեբան ընկերները, հենվելով այդ кейսերի վրա, այդ գործերի վրա, որոնք որ իրենք ուսումնասիրել ժամանակին անցել են դրայով, ես ստեղծեցի մի ներկայացում եւ հուլիսի 13-ին արդեն ձեզ ցույց կտամ, համեցեք, կարող եք արդեն կամերային թատրոնում հարցնել, տոպսերը ինչա եւ այլն։ Այսինքն տեսեք, վատ բանը կարող ես քանի գնաս, ասենք, այդ վատ բանին, այսպես ասած, տեղ տաս եւ սկսես զարգացնել այդ վատը, բայց կարող ես նաեւ Sus vrea mea, ia! Sus! Շունս է, սաղորը աչում է։ Շունը։ Տեղ տաս այդ վատին, բայց կարող ես նաև այդ վատից ունենալ, հասկանաս, որ պահը հասկանաս և, այսպես ասած, օգուտ քաղես։ Մենք գիտենք, որ բոլոր կրիզիսային վիճակներում մարդիկ հարստանում են, երբեմն և իհարկե ոչ մաքուր ձևերով։ Կամ անում են ինչ-որ մեծ գործեր, որովհետև բոլորը զբաղված են, իսկ դա կարողանում է իր գործը առաջ տանել։ Օրինակ պանդեմիայի ժամանակ, որ ամբողջ աշխարհը կանգնած էր, ես ստեղծեցի Սարի թատրոն, հիմա հասկանալով, որ մարդիկ կարիք ունեն տնից դուրս գալու եւ քանի որ չի կարելի փակ տարածքներում հավաքվել, ես Սարի գլխին, Սարալարժ գյուղում այդ նավես էր սարքեցի, մի անգամից գնացի բանկ վերցեցի վարկ մի քիչ պարտ կարեցի ստեղից ընդեղից եւ սարքեցի այդ նավեսը եւ մարդիկ սկսեցին գալ։ Այսինքն եթե չլներ պանդեմիա, ես դա չէի ստեղծի, հա։ Ու հիմա արդեն նորմալ թատրոնն է, նորմալ արդեն ավելի լավ ծած կա, էլի սիրելի սպոնսորները, իմ ընկերները օգնեցին ինձ, արդեն աթոռ, սեղան, բան, տենց ամեն ինչ կոմֆորտով է, դեռ հետո ֆուրշետ եմ տալիս, հա, ասենք դա սպոնսորական պատետ է։ Պրոդյուսեր ունեմ Դիանա Ավետիսյանը։ Այսինքն գործը զարգացավ, բայց ինչից նեգատիվից սկսվեց։ Հիմա բոլորը խոսում են Փաշինյանը գնաց Թուրքիա։ Փաշինյանը հեսա բզին դնելու են։ Հեսա գնալու է, ասեն Զանգեզուրի միջանց կտուր։ Հեսա գնալու է, ասեն եկեղեցին փագի։ Հեսա գնալու է, ասեն այս Սամվել Կարապետյանից բանը վերցրու, այդ հեծը վերցրու ու տուրում ես։ Ման, այսինքն ամեն ինչ միայն բացասական, միայն բնականաբար ունենալով այդ հիմք, ասենք, գիտեք, ասենք, այն որ պանդեմիան վատ բան է, դա հիմք է, օրու մեջ մարդ է, մեզ մոտիկ մարկանցից էլ ահագի մարդ մահացավ, չէ։ Հիմքը վատն էր, բայց չէ որ դրանից կարելի էր ստանալ լավ բան։ Այն որ Սերգեյ Դանիլյանը մեռել է ու տպում են դրա մասին, ասում են, սկսում են խոսել, բազարվել եւ այլ, մեկ ասում, ես ճանաչում եմ իր տղային, հարցրել եմ իրականումը տենց, հա, հիշություն։ Տղեզ вообще խաբար չէր, ասենք, հա։ Այսինքն ինչքան վատ հիմք է, չէ։ Բայց տեսեք, էջերը ակտիվացան ու այդտեղից ինչ որ մի հատ օգուտ եղավ։ Հիմա նույնն էլ դա, հիմա ինչ իմաստ կա միանգամից տեսնել վատը։ Այո, մենք գիտենք, որ Հայաստանը թույլ է։ Այո, մենք գիտենք, որ Փաշինյանին Թուրքիա հենց այնպես չեն կաչում խաշ ուտելու, չէ՞։ Այսինքն կաչում են ինչ-որ պայմաններ առաջարկելու կամ ստիպելու։ Այո, Թուրքիան ուժեղ պետություն է, բայց այս ռեգիոնի ամենաուժեղ պետությունն է։ Փաստը մնում է փաստ։ Եվ այս ռեգիոնի կողից միակ երկիրը սահման ունեցող, որը որ խաղացող է, Թուրքիան է, Ռուսաստանը չի, գիտեք չէ՞ որ մենք չունենք սահման։
Մենք սահման չունենք Ռուսաստանը, ժողովուրդ։ Քարտեզի մի հատ նայեք։ Հա։ Եվ քանի գնում է այդ Ռուսաստանը հիմա թուլանում է։ Թուլանում է այն բանով, որ մենք տեսնում ենք, որ Սալավյովները, Զախարովանները, բնդրեցած ազգանները լեզու չի փորում։ Ոնց են հաչում, ոնց են խոսում, ոնց նրանց խոսույթը, նրանց բանը է մեր դեմ եւ այլ։ Եվ դա ինչի դա թուլությունից է, ասենք, երբեք ասենք, եթե դու ուժ ունենաս, եթե դու բան ես, հարցերը ուրիշ ձև կլուծես, կրանտա կփակես, կամ ես ինչ կանես, կամ հա, բայց շանտաժի լեզվով ամեն, ասում որ այդ ակտիվը թուլանում է, մնում է սա։ Այս երկու քարի արանք, եթե մենք տեսնենք միայն բացասականը, այո, Թուրքիան հանցագործ պետություն է, այո, մեր հանդեպ հանցագործություն է արել, այո, համաձայն եմ, դա էլ եմ համաձայն։ Թուրքիան երբեք հօգուտ Հայաստանի ոչինչ չի արել։ Նու ամենայն դեպս ես չգիտեմ։ Նու ասում են, որ առաջի հանրապետությունը առաջի անգամ ինքն է դեսպանություն բացել եւ ընդունել որպես առաջի հանրապետություն։ Չգիտեմ, պատմությունից ենք անել ուժեղ չեմ, այսինքն, բայց ես գիտեմ, որ դա մի պետություն է, որ ուզում է քեզ ոչնչացնի։ Այնպես ինչպես Ռուսաստանը, պրինցիպի, նույն բանն է։ Ուղղակի նա ուզում է ֆիզիկապես, իսկ նա, ասենք, այնքան որ ասենք, տես մի երկու ոգի մնա, իրենց բար քոծություն անի ռեստորաններում, բան, բայց իրենք դες զորք դնեն, բան դնեն, ասենք, սաղս ռուսերեն խոսենք, բան, էտա։ Հիմա այս երկու քարի արանքը եւ ասենք հայտնվել ենք մենք բոլորս, ու եթե մենք մենակ վատը տեսնենք, մենակ ողբանք, որ տես ինչ վատ եղավ ամեն ինչը, մենք կունենանք իհարկե ամենավատը։ Բայց բնության օրենքը իմանալով տարիների փորձից ելնելով իմ անձնական, տեսակ երկու հատ անձնական բան բերեցի ձեզ, օրինակ բերեցի։ Կարելի է քաղել օգուտներ։ Ժողովուրդ ջան, իմ բոլոր, չասեմ դժբախտությունները, բայց անհաջողությունները իմ կյանքի, սկսած սովետական բանակից, որ դա շատ ծանր եմ ծառայել։ Վերջացած անձնական կյանքով, ընտանեկան խնդիրներով, բռնություններով, հայաթի, հա, ասենք բոսյակների բաները, բան։ Այդ ամեն ինչից ես սարքել եմ ներկայացումներ։ Ներկայացումներ եւ ստենդափներ։ Իմ բոլոր ստենդափները ներկայացումները ես եսակենտրոն մարդ եմ, դրա մասին են։ Եթե ինձ ասենք այդ ամեն ինչը ես չունենայի, այդ բացասական բաները, որտեղից կստեղծվեր, ասենք, շարքային դանելան ներկայացումը, ինչպես է դարձա տղամարդ ներկայացումը, Սերոժիկ ներկայացումը, Սերոժի գիրքը, որ տպագրվեց Ռուսաստանում եւ միանգամից վաճառվեց մի տարում, ասենք, նու հայերը այդքան ուղեղ չունեն մի հատ էլ ստեղ տպագրեն, էլի։ Ջայնա, ասենք, առանձնապես դրանից փող չի գալիս, ես մի հատ տպել եմ, ամբիցիա չունեմ, գրողի, որ պետք է վերատպագրվի բան, աստված իրանց հետ։ Հասկանում եք, էլ չեմ ասում կարելի է թարգմանել, սցենար անել, բան, նկարել եւ բայց դա ասենք անասուններից ինչ բան, հարց չկա։ Ասում, այսինքն ամեն մի բան կարելի է օգտագործել ի օգուտ քեզ։ Անկամ ամենամեծ, այսպես աղետը, դժբախտությունը, որ երբ որ ժամանակը անցնում, դու հասկանում ես, որ սա կարելի է նաև փաթեթավորել այլ կերպ։ Դա ես հիմա ոչ թե ուզում եմ արդարացնել Փաշինյանի քայլը, որը գնում է Թուրքիա, կամ չարդարացնել, հա, խոսքը դրա մասին չի։ Ես որ ես երթվում եմ ձեզ, ես չգիտեմ որն է ճիշտ։ Իսկապես չգիտեմ։ Աշխարհաքաղաքական հարցերից չեմ հասկանում, բանից քաղաքականությունից նույնպես չեմ հասկանում, հա, որպեսզի ասեմ, որ այս սենց ճիշտ կլիներ, այս սկզբից պետք է այս սալվեն նոր այն չէ, տեսեք, ես չեզոք եմ տվյալ դեպքում, դրա համար այն բոլոր վայրահաչոցները, որ այ կլոուն դու ինչ ես հասկանում, որ խոսում ես, այ ոչխար, հետո որ տենց ասում է, ես չեմ խոսում, ես ռեցեպտներ չեմ տալիս, ես վերլուծություններ չեմ անում, վերլուծություններ անում են վերլուծաբանները, իրանց լսեք, որ տուպոյ գլուխը մտնի, ես ուղղակի ասում եմ իմ պոզիցիայից, ինչ որ տեսնում եմ, խոսում եմ, մեկնաբանում եմ այնպես, ինչպես եւ մեկնաբանեք դուք սիրելի հետեւորդ, որ արդեն 100,000-ից ավել է։ Եվ խնդրեմ լայք դրեք հիմա, տարածեք այս նյութը, նաեւ այնով որ չի գրանցվեք ալիքին։ Հիմա ես չեմ ասում դա լավ է թե վատ։
Ես չեմ ասում դա ինչ պիտի արվի օրենքով, չէ, մենք ունենք փաստ, ու մենք չենք էլ կարող այդ փաստին հակադրել ինչ որ մի բան։ Մենք չենք կարող գնանք հիմա պարկենք սամալյոտի տակ, ասենք մի թռի Թուրքիա, մենք չենք կարող հիմա մենք կարող ենք տափակ բաներ անենք, Թուրքիայի դրոշը վառենք, ասենք, էշեշ խոսենք, ասել որ դուք հələ պատասխան կտաք, sense բաներ անենք, բան, հետո այդ հանք սախորը լացենք, գնենք, ասենք, վայ, ինչ մեղք ենք մենք, վայ, ինչ վատ բան եղավ մեր հետ։ Այդ դա կարանք անենք, դա անում ենք, հարց չկա, արեք։ Բայց արդյոք մենք համոզված ենք, որ դրանից ոչ մի օգուտ չկա։ Ժողովուրդ, անգամ մեծ եղեռնից հետո հիմա տեսեք ինչ կան։ Ցինիկ բան կասեմ ձեզ, ցինիկ բան։ Եթե մեծ եղեռնը չլներ, մենք այդքան պայծառ դեմքեր Շարլ Ազնավուրից սկսած չասեմ էլի։ Այդ բոլոր գիտնականների, արվեստագետների եւ այդ հզոր սփյուռքի այդ լոբիի, որը որ ճանաչում են Հայաստանը դրանով, մենք այդ ամեն ինչ կունենայինք այսօր։ Ոչ։ Հիմա եկեք չասենք, որ այդ չլներ մենք կլենք մի 40 միլիոնոց ազգ, հəbի եղել է։ Հա որ այդ չլներ կարող ապատել լրիվ այլ զարգացում լինի, ես բան չեմ ասում, բայց եղել է։ Ու դրանից բացի այն մեծագույն դժբախտությունից, բացի այն հազար ու մի կոմպլեքսներից, որ մենք ձեռք բերեցինք, այն հազար ու մի վատ նեգատիվ բաներից, որ ունեզրկվեցինք, որ մնացել ենք այսքան, որ այս ամբողջ աշխարհում մենք այդքան փոքր ենք եւ բացի դրանից մենք ունեցանք նաեւ մի այլ կողմ, չասեմ օգտակար, որտեղ շատ ցինիկ կլինի իհարկե դա, բայց մի այլ կողմ ունեցանք քրքրքորյան, ունեցանք ազգանուններ չտամ, էլի ինքներդ գիտեք, որ եթե հայ ազգը ճանաչում են, ապա բանով չեն ճանաչում, էլի Սերգեյ Դանելյանով չեն ճանաչում, էլի իրականում ասենք ճանաչում այդ մեծ, այդ մարդկանց հայ ազգի, որոնք որ տեղով լոբինի, ասենք իրանք ոչինչ չանեն, բայց որ Արմինիան են արդեն դա բավական է, եւ քեզ ճանաչում են, եւ իրանք որ հիմա օգուտ են տալիս քո երկրին, քո իմիջին։ Իսկ գիտեք, դա շատ կարևոր բան է, որովհետեւ մեզ թվում է, թե մեզ բոլորը գիտեն։ Վիեննայում կայնացեմ այրոպորտում ման եմ գալի Երևան, կողքս մի հատ տղա է կարած մորուքով բան, ոնց որ հայերն էր։ Հետո անգլերեն հարցրեց, ասեց ինչ ես ման գալի, ասի Երևան եմ ման գալի։ Երևան էդի որտեղ է։ Ես ասի ձեռը առնում։ Լուր ինձ թվաց նախ ակցենտով էր խոսում։ Նու պարզ անգլիացի չէր, հա, ասի երևի ձեռը առնում, ասի դե Երևան էլի, ինչ ես, հեսա։ Որտեղ է դա։ Հասկացա որ իսկապես չգիտի, ասացի դե Թուրքիայի հարևանն է։ Հա, հիշեցի են Ռուսաստանի են, ասի դե հա էլի, հա, հասկանում եք։ Մեզ թվում է որ մեզ սաղ գիտեն, որ մենք աշխարհի կենտրոն, չէ, ժողովուրդ, չէ։ Ու եթե չլինեն այդ մարդիկ, չլիներ այդ սփյուռքը, չլիներ այդ նույն սաղ, այսպես ասած այդ ամբողջ զանգվածը բան, հա, այդ սփյուռքը մեզ ընդհանրապես չեն ճանաչի։ Այսինքն անգամ ամենավատ բանի մեջ կա մի փոքրիկ լուսավոր կետ, եւ եկեք գեներացնենք այդ լուսավոր կետը։ Ոչ թե վատը անենք միանգամից տենց, հա։ Որ հեսա Սամվել Կարապետյանից գվերցի հեծը ու կտա թուրքերին։ Կամ էշություն էլի հասկանում եք։ Լիքը տենց ապուշ անեկդոտներ կա, չէ, ասենք։ Հա, դևը գնում է Նիկոլի հետևից, Նիկոլը գնում է պահկում է Քարանձավում, հետո դևը մյուս օրը գալիս է որ Նիկոլին ուտի տերմա Քարանձավը հանձնել է։ Ամասունի պես հիմար ապուշ, ասենք գիտեք, այն ամենայն վերջի տափակությունները կարող է մարդկանց ուղեղով գա։ Ասենք լավը երբեք չտեսնելու, իսկ դա անում է 5-րդ շարասյունը, հանձինս KGB-ի, եւ այն հիմար զանգվածի, որը որ մեր ժողովրդի մեջ անպակաս է, ու ինչի մենակ մեր բոլոր ժողովուրդների մեջ էլ կա, ասում ենք գեներացնում ու գեներացնում ենք այդ իդիոտներին, էլի, ասենք որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ վատ է։ Այդպես չի իրական ժողովուրդը։ Այդպես չի։ Համենայն դեպս ես որպես անուղելի օպտիմիստ եւ ռեալիստ հակված եմ նրան, որ ամեն ինչում կարելի է գտնել պոզիտիվ ինչ-որ մի բան։ Ես չեմ բանանում, չեմ հորդորում ձեզ քաքի մեջ հոլունգ ման գալ, իհարկե, բայց կարող է լինի,
Այսպիսի բաներ սիրելիներս։ Դրա համար եկեք լինենք պոզիտիվ։ Ես օրինակ ինձ շատ դուր է գալի, որ այս սարսափելի վիճակում մարդիկ փառատոններ են անում, գինու փառատոն եղավ, ափսոս տեղ չէի։ Ներկայացումների են գալի, ճաքում է, տոմսերը ծախվում է, մարդիկ գրում են, կա մի հատ զանգված, որ ասում, «Այլա երկիրը սենց բանում Պարսկաստանում կռիվ հեսա, տեսեք ինչ ալելու, իսկ մենք թատրոնը, բա ինչ անեն, ալա ժողովուրդը, բա ինչը, սաղուրը ողբանք, լավ բան չկա ընդհանրապես։ Համեմատեք այսօրվա Հայաստանը 18 թվի Հայաստանի հետ։ Ու կտեսնեք, որ չէ, ժողովուրդ ջան, դեռ են ամենավերջին չենք հասել, հանգստացեք, հաճախեք թատրոններ, նայեք լավ կինոներ, շփվեք իրար հետ, այն որ հավատացել է, գնացեք եկեղեցի, կապ չունի, կաթողիկոս կույսա, թե կույս չի, որտեվ եկեղեցին ասում է, իրանով, իրանց քահանաներով, բաներով, իրանցով հարց չկա, դուք դա կարիք ունեք, արեք դա, ինչու ոչ, դրանից վնաս չկա, երբեք վնաս չի եղել, հա։ Եվ սիրեք զմիմյանցս եւ զբանս հանճարոյ։ Այդպես, դերեցեք, որ քիթս քաշել եմ, էտա, քանի Հայաստանում եմ, ալերգիաս միշտ էլ ինձ ուղղորդում է եւ այս վերջի 55 տարի այդ հիվանդությունը ես ունեմ, կարող է ավելի վատ հիվանդություններ ունենալ, այո։ Հա, բայց ոչինչ, էդ էլ իմնա, ես դա ընդունել եմ, դուք էլ ընդունեք, ինչպիսին որ ես կամ, էտա իմա։ Կնոպկեն ուրա, կնոպկեն մանգանք ու գտնենք հայ։